Չպետք է հաշտվել կեղծ ուսմունքների հետ։ Ես շատ հաճախ եմ մարդկանց հանում, ասում եմ, այս կրոնական այս կազմակերպությանը մի հետևած, բայց ասում են, բայց Տերար, գիտեք, իրենք այնքան լավ են խոսում, բարի բաներ են խոսում։ Այո, շատ բարի բաներ կարող են խոսել, բայց շեղված ճշմարիտ վարդապետությունը պատճառ է դառնում, որ դու կորցնես հավիտենական կյանքը։ Սատանան էլ երբեմն այնքան լավ բաներ է ասում։ Հիսուսին չեկավ, ասեց, քաղցած ես, ասա թող քարերը հաց դառնան, կեր։ Շատ մեծ հոգատարություն էր ցույց, որ Հիսուս ջան, ես քո մասին եմ մտածում։ Ասա թող քարերը հաց դառնան, կեր, մեղք ես, սոված ես, 40 օր ոչինչ չես կերել։ Նույնպես էլ դու կարող ես Աստծո խոսքը այնքան գեղեցիկ, թաքնված կեղծավորությամբ ներկայացնել քեզ, որ դու հավատաս։ Դրա համար դու ականջ չպետք է դնես, երբ որ դու քոնը չգիտես, քոնը չես հասցրել սերտ ես իմանալ, պետք չունես ուրիշին լսելու։ Պետք չունես։ Հիմա երբ որ ես գիրք եմ կարդում, որևէ գրականություն կարդում եմ հոգևոր, ես գիտեմ, այսինքն այս մեջ բերումը որ հայրից է բերված։ Այսինքն սա Հովան Ոսկեբերյանի միտքն է, սա Օգոստինոսի խոսքն է։ Ես գիտեմ արդեն, որտեղ ես կարդացել եմ, գիտեմ է դրան։ Գիտեմ այս սուր գրքից այս մեջ բերումը որտեղ պիտի կարդաս այդ հատվածը, եթե անգիր էջներ չգիտեմ, ես գիտեմ որ աջ էջի վրա է գրված, ձախի վրա գրված չէ։ Բայց դու քո ճշմարտությունը պիտի իմանաս, որպեսզի չընկնես թակարդի մեջ։ Եվ հատկապես այսօր, ով որ դուրս է գալիս, մի հատ ձայնագրություն եմ, գցում է համացանցի մեջ, ինչպես կարելի է այսպես անել։ Ասենք մարդկանց մոլորեսում եմ։ Մինչև այսօր 16 տարի է դիլիջանում եմ, ասում եմ, որ ննջեց զատիկը մահացած մարդկանց համար չի, ձուն պիտի ներկես։ Բայց ամեն օր մարդիկ զանգում են, ասում են, մենք ննջեց անենք, ձուն ներկենք, թե չնենք, որտեվ հարևան ասել է չպիտի ներկես։ Զատիկը ինչ կապ ունի ննջեցյալ հետ, հին կամ նոր։ Զատիկը Քրիստոսի հարությունն է, ցուն պիտի ներկես, ամեն ինչն էլ պիտի անես։ Պիտի ուրախանաս, իրենց զատիկն էլ, իրենք էլ Քրիստոսի արյունով փրկված։ Ինչու ես դու լսում են մեկին, բայց մինչև մեր հարևանները սենց ասեցին։ Ասում, բա ինչու ես ինձ հարցնում, եթե դու հարևանի ասածը պիտի անես։ Ուրեմն քեզ ոչ թե ճշմարտությունն է հետարքում, այլ եթե դու տեսնես ինչ որ անում ես, ես կարդարացնեմ, թե չեմ արտարացնի։ Ուրեմն սա շատ կարևոր է իմանալ, սիրելիներ, որպեսզի մենք մոլորության մեջ չընկնենք։